ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին անակնկալի է բերել Հովիկ Աբրահամյանի կուսակցությունը լքելու որոշումը, բայց եւ հասկանում է քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Ունենք այն, ինչ ունենք, եւ պիտի ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անձ ազատ է իր քաղաքական գործունեությունը վարելու կամ շարունակելու կամ ընդհատելու հարցում։ Այնպես որ Պարոն Աբրահամյանը ինքն է որոշել եւ դա իր իրավունքն է։ Ազգային ժողովի ընտրությունների շեմին Հովիկ Աբրահամյանը հստակ հասկացել է, որ ՀՀԿ-ում այլևս առաջ գնալու տեղ չունի։ Ես Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուրա չեմ տեսնում։ Նա իր երկի երկեր բրծել էլի։ Նա շանս ուներ վարչապետ եղած ժամանակ լիներ ուրեմն եւ հասներ հիմա ընտրություններին հանրապետականի հետ, բայց ինքը որպես բնական խելքով օժտված մարդ ինձ թվում է դրա համար դուրս տեսա, որ շանս չունի եւ արագ հեռացավ։ Մի քանի օրից արդեն հայտնի կլինի, թե որ քաղաքական դաշինքին կմիանա Հովիկ Աբրահամյանը։ Բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունների մեջ է ոչ միայն նախկին վարչապետը։ Հայկական վերածնունդը թեև խորհրդարանական ընտրություններին որոշել է մասնակցել միայնակ, այնուամենայնիվ կուսակցությունում չեն բացառում, որ վերջին պահին կարող են մտափոխվել։ Այս ընթացքում նույնպես հանդիպումներ, բանակցություններ, քննարկումներ կան, դուռը փակ չի դեռևս։ Պետք է նաև հաշվի առնենք, որ նույն հայկական վերածնունդը էլի շուրջ 200 միավորների այսպես միավորում էր ծնունդեր, այնպես որ այս առումով էլ մենք որոշակի առումով նաև դաշինք ենք։ Ազատ դեմոկրատները նույնպես որոշել է որևէ ուժի չմիանալ, բայց եւ առանձին անհատների հետ բանակցությունների մեջ են։ Ցուցակը ներառելու է մեր գաղափարակից, մեր արժեհամակարգը կիսող, մեր հետ համատեղ նաև ինչու՞ չէ ճանապարհ անցած հասարակական եւ քաղաքական գործիչների, ովքեր որ տարիներ իրենց փորձով ցույց են տվել, որ պահում են սկզբունքները իրենց։ Կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով իրենց ցուցակները պայմանավորված չեն նախկին պաշտոնյաների ընդդիմության շարքերը համալրելու հետ։ Կարևորն այն է, որ քաղաքական պայքարը չվերածվի անձերի միջև պայքարի։